Վերաստեղծում, իսկ այսօր պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում այրանց աշխատատեղերից։ Մեր աշխատաթիմում կան նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ։ Իրենք հիմնականում մեծ մասը աշխատում են մեծ սեփականատիրոջ ստեղծած աշխատավայրերում եւ մեծամասնությունը ավելի շատ վարձով բնակվողներ են, որոնք ունեն օրվա վարձը տան վարձը տալու խնդիր, ունեն օրվա հացի ապրուստի խնդիր, ունեն վարկեր, ոչ մեկ դրա մասին չի մտածում։ Հարկադրաբար այդ մարդկանց զրկել են իրենց ապրուստի միջոցից։ Դուք տեղյակ եք Ծառուկյանը ինչ գործով է անցնում, ընդհանրապես ծանոթ եք մեղադրանքին ու նաև այս քաղաքական պրոցեսները պետք են վերաբերվել նաև աշխատակիցներին։ Իհարկե հետևում ենք մեր սեփականատիրոջ հետ կապված բոլոր գործընթացներին եւ շատ անհանգստացած ենք եւ նաեւ հոգեպես հոգով սրտով իր հետ ենք, բայց ոչ մի քաղաքական գործընթաց չպիտի տուժի մարդը, ոչ մի քաղաքական գործընթացի արդյունքում հասարակ քաղաքացին չպիտի տուժի, հասարակ քաղաքացին չպիտի զրկվի իր օրվա ապրուստի միջոցից։ Ըստ ձեզ ինչով է պայմանավորված կամ ինչն է խանգարում, որ քրեական վարույթին օրինակ զուգահեռ այս մարզասրահը աշխատեր։ Այդ հարցին բնավ չեմ կարող պատասխանել, որովհետև ինչ հիմա կատարվում է հասարակ տրամաբանությունից զուրկ է։ Որևէ մեկը չի կարողանում հասկանալ ինչի համար պիտի քաղաքականությունից դրդված հասարակ քաղաքացին տուժի։ Մեր հաճախորդները բազմաթիվ գումարներ են ներդրել ակումբի ներդրումների համար, մենք չգիտենք ինչ պատասխանենք իրենց։ Ներողությունը, եթե Արարատ ցեմենտի դեպքում պատճառը կարծես այլ է, հա, այս դեպքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ խոշոր շապով հարկեր է թաքցվել։ Դուք տեղյակ եք դրանից եւ կարծես իրավական այսպիսի գործիքակազմ է առաջ քաշվում։ Իրականում նման լուրերից տեղեկանում ենք միայն սոցցանցերի միջոցով եւ որևէ քաղաքական դիրքորոշում չեմ կարող ասել, որովհետեւ քաղաքականությունից հեռու մարդիկ ենք, բայց այսօր ներգրաված ենք այդ քաղաքականության մեջ ստիպ որ կենտրոնը հարկեր կթաքցներ։ Բացա հնարավոր չի։ Ես իրենց ընտանիքին անձամբ ճանաչում եմ։ Իրենք նախ շատ աստվածավախ, շատ սրտաբաց, իրենք իրենց հասարակ այգեպանի հետ այնքան մեծ հարգանքով ու շնորհքով են վարվում մոտենում, որ կողքից նայում ես ուղղակի մեծ օրինակ են իրենք որպես մեծ մարդ, մեծ հայ ընտանիք, մեծ հայ բարերար լինելու։ Ընդհանրապես չեմ հավատում, որ որևէ սխալ արար կարող է լինել մեր սեփականատիրոջ կողմից։ Սա ուղղակի քաղաքական չոր գործողություններ են, որոնք ստիպողաբար տուժում են նաև մեր սեփականատիրոջ կողմից ստեղծված աշխատատեղերի մարդիկ։ Ես աշխատակից եմ, ես վաճառքի բաժնի ղեկավարն եմ եւ այս ստեղծված իրավիճակը պետք է օր առաջ, ժամ առաջ լուծվի, որովհետեւ պարոն Ծառուկյանի կողմից ուրեմն կառուցված ժամանակին այս կառույցը ոչ միայն ուրեմն տեղ է, որտեղ մարդիկ գալիս են սարքավորումներով ժամանակ անցկացնեն, չգիտեմ, պատշաճ մարմինները տեղյակ են, որ սա մարզը առողջարարական ակումբ է եւ մենք ունենք բազում համարյա թե կեսից շատ խնդիրով մարդիկ են, մենք ունենք խնդիրով երեխաներ, աուտիզմով տառապող, տարբեր հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներով տառապող երեխաներ, որոնց համար օդ ու ջրի նման պետք է այս ուրեմն ակումբը, մենք չգիտենք ինչ պատասխանենք, իմ հեռախոսը ուղակի ես չգիտեմ ինչ ձև պահեմ, որովհետեւ չգիտեմ պատասխանը, որը տամ այդ երեխաների ծնողներին, որոնց համար այդ 1 ժամ էստեղ գտնվելը լուսավոր մի ժամ էր, որը ծնողը բերում էր իր երեխայի հաճույքը տեսնում էր։ Ինձ թվում է ուրեմն իրավիճակը քանի մարզվողի, ես չեմ կարող ձեզ հիմա թվեր ասեմ, 100-ից ավել աշխատակից ունենք, ես տվյալներ չունեմ, ես այդ բաժնի ուրեմն հետ թե քանի աշխատակից է, այսպես ուրեմն իրավիճակը լի է շատ ինչ-որ պրոբլեմատիկ զարգացումներով, ես չունեմ այդ ամբողջ ուրեմն ժողովուրդը, հաճախորդները, որոնց պատասխան չենք կարող տալ, ինչի է այսպես ստեղծվել, այս շինությունը, այս կառույցը, սա ակումբ չի, սա տեղ է, որտեղ մարդիկ գալիս են ամբողջ օրը անցկացնում են առօրյա
խնդիրներից այս պահի դրությամբ ուրեմն այս իրավիճակից ելնելով գալիս են այստեղ ուղակի ժամանակ անցկացնեն, մարզվեն, առողջանան, գոնե մտովի առողջանան, մոռանան իրանց հոգսերը, առօրյա գնան տուն։ Եվ նման կառույցի փակելը եւ պահել փակ, սա ես չեմ կարող այս կոլապսին ուրեմն որևիցե մի բարձաբանում գտնեմ։ Երբ իրավապահները գործողություններ են անում, դուք շենքի ներքին եք, այո։ Ինչպես եկան, ինչ արեցին դուք։ Ինչպես են եկել, ես չեմ կարող ասել, ես ինձ ասել են, տեղեկացրել են, մեր աշխատանքային ժամը չէր դեռ, մինչև ես հասնեմ։ Ինչ ասեմ, դուք չեք տեսել, բոլորդ չեք տեսնում ինչ է կատարվում է այն, ինչ որ կատարվում է։ Ինձ թվում է բոլորը այո, հասկացող, անհասկացող անգամ մարդիկ հասկանում են ինչ է կատարվում եւ անիմաստ եմ համարում, որովհետեւ բան մեկնաբանեմ այդ ուրեմն գործողություններին, անիմաստ եմ համարում։ Բարև ձեզ։ Վիճարել եք չեք կարողացել Այստեղ մի քանի կարգավիճակներով այսպես ասեմ, առաջինը որպես մուլտիվելնես ակումբի հաճախորդ, ով ինչպես մի շարք այլ հաճախորդներ այս օրերին զրկված են ակումբ հաճախելուց եւ մասնակցելու բնականon իրենց պարապմունքներին, այստեղ եմ նաեւ որպես քաղաքացի, ով մտահոգ է եւ ում համար կարևոր է արդարությունը եւ այն գերակա բնույթ է կրում եւ այստեղ եմ նաեւ որպես ուղղակի աջակից պարոն Ծառուկյանի եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Շատ համացանցում Դե ինձ թվում է դա ակնհայտ է, որ այս բոլոր դեպքերը հաջորդեցին պարոն Ծառուկյանի քաղաքական պայքարի մեջ մտնելու եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ սկսած եւ որոնք շարունակվեցին հետ ընտրական գործողություններով եւ մի շարք հայտարարություններով, կարելի ասել, որ սրանք սպասելի գործողություններ էին, սակայն այդ ամենից տուժում է նաեւ շարքային քաղաքացին, տուժում են աշխատակիցները, ովքեր ունեն հացի խնդիր, ովքեր այս պահին պարապուրդի են մատնված եւ չգիտեն իրենց հետագա անելիքները։ Ներողություն, դուք փաթեթով եք այստեղ համարվելու եւ ինչքան ժամանակով եւ փաստորեն տուժում եք, հա, այս դեպքում ձեր Այո, իհարկե։ Ինչքան եք կորցրել եւ այսօրեն հնարավորություն հստակ գումարի մասին չեմ ուզում խոսել, տարեկան փաթեթ։ Սա երկար չի շարունակվի, հույս ունեմ, որ կբացվի ակումբը եւ մարզումները նորից կսկսենք շարունակվեն։ Եվ միջազգային վարկանիշի տեսանկյունից Հայաստանում փաստացի բիզնեսներ են փակվում։ Սա ներդրումների մասին խոսող իշխանության համար այդ համատեքստում որքանով է ձեռնտու, իրենք շարունակ խոսում են ներդրումների մասին, բայց տեսնում ենք այստեղ սեփականության իրավունքը փաստացի ներդրումների մասին խոսվում են, բայց միգուցե այստեղ միտում կա ներդրումների ուղղվածությունը թեքելու, միգուցե հայկական ներդրողները, ռուսամետ ներդրողները իրենց լեզվով ասեմ, բելարուսական, ռուսական այդ մարդկանց ներդրումները միգուցե պետության համար այդքան էլ նախընտրելի եւ ընտրելի չեն, միգուցե ներդրումների ուղղվածությունը վեկտորը այսօր փորձում են փոխել այլ ուղղություն, դրա համար չունեն նման մտահոգություն, որ բիզնեսները փակվում են։ Եվ մի բան էլ եմ ուզում ասեմ, օգտվելով առիթից եւ ձեր տրամադրած հարթակից, ես հույս ունեի, որ այս հարթակը պետք է ավելի լինի եւ կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը նույնպես այստեղ ասելիք ունի, զուտ հայտարարության տեսքով հանդես գալը կարծում եմ, որ ոչինչ է, որովհետեւ նրանք պետք է հասկանան, որ այս բռնաճնշումները կարող են վերաբերվել հետագայում նաեւ իրենց եւ կարծում եմ, որ մի տեսանյութով հնարավոր չի ջնջել մարդու տարիների ընթացքում ստեղծած վարկանիշը։ Հիմա որ փողոցային պայքար լինի, դու ուզես չգիտեմ, հարազատները պատրաստ եք։ Միանշանակ, առանց մտածելու։ Ինչքան ժամանակ եք մարզվում եւ փաստացի։ Ես շուրջ 7 տարի եմ մարզվում եմ մուլտիվելնես ակումբում։ Ես ինչպես իմ նախորդ մարզվողն ասաց, անկես լինեմ, ես չեմ ուզում որևէ քաղաքական իրադրություն, որևէ քաղաքական խժդժություն խաթարի մեր առողջական, մեր հետ
որպես մարզվողի մեր խնդիրները, որովհետև մենք այստեղ գալիս ենք, իրականում մենք գալիս ենք այստեղ առողջանալու, մենք գալիս ենք այստեղ մեր ֆիզիկական վիճակը բարելավելու։ Ես կուզենամ, որ բոլոր մարզվողները մի մարդու պես այստեղ լինեն եւ այն ինչ որ իրենք են զգում օրվա ընթացքում 7 օր շարունակ շաբաթվա մեջ նրանք հաճախում են եւ իմ շրջապատում կան մարդիկ, ես շուրջ 5 օր կարող է շաբաթվա մեջ գամ, մոտ եմ ապրում, ինձ շատ հարմար է, շատ լավ պայմաններ են։ Ես կուզենամ, որ բոլորը կանգնեն ակումբի կողքին, որովհետև եթե դուք մարզվում եք, եթե դուք ունեք այն խնդիրները, որ գալիս եք այստեղ բարելավելու, պետք է աչալուրջ հետևեք դրան։ Օրինակ ես մի շաբաթ է չեմ պարապել, ինձ համար շատ դժվար է եւ Իմ կներեք այլ ընտրանք չկա այլ ոչ, այլ ընտրանք չկա, սա շատ հարմար է, շատ բազմազան է։ Ակումբներ կան, որտեղ միայն յոգա է, որտեղ միայն պարեր են կամ ինչ որ միայն լողավազան է, իսկ այստեղ համակցված բոլոր ծառայությունները կան։ Ես շատ լավ ծառայություններ են, որակավորված մարզիչներ, ես ուղղակի հաճույք եմ ստանում մարզիչների հետ, իմ բոլոր պարապմունքները խմբային պարապմունքներ են։ Ես մարզասրահ չեմ գնում անկեղծ, որովհետև իմ մարզիչների պրոֆեսիոնալիզմը ինձ լրիվ բավարարում է եւ ես գտնում եմ, որ այս մարդիկ, ովքեր ներդրում են, ովքեր ամբողջությամբ ներդրվում են մեր առողջության համար, մեր, չգիտեմ, բարելավելու մեր ֆիզիկական վիճակը, սա արդարացված չի, սա պետք է ինչ-որ ձևով լուծվի այս հարցը։ Ես նորից եմ կրկնում, ոչ մի քաղաքական կոնտեքստի մեջ չեմ մտնում։ Որպես անկալիք ունեք երբ կբացվի։ Եթե օրինակ չի բացվի մոտ ժամանակներ, ինչ եք պատրաստվում։ Շատ կներեք, այստեղ մի քիչ ավելի բան անեմ, այստեղ չէ, դատի այս րոպեին չենք մտածում դատի տալու մասին, քանի որ մենք մտածում ենք, որ խելամիտ կգտնվեն եւ այս ինչ որ արել են, կարծում եմ շատ կարճ ժամանակահատվածում որոշում կկայացնեն, որ հնարավոր չի այսքան մարդու թողնել, որ կամքի ասենց թողնել չգնան իրենց այո, նեղացնեն եւ իրենց առողջությունը չկարողանան բարելավել։ Ես ասեք Այստեղ որպես մարզվող եք, բայց այնուամենայնիվ որպես քաղաքացի ինչպիսի զգացողություններ ունեցեք եւ ինչպիսի կարծիք ունեք Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու վերաբերյալ այդ կոշտ բիլդ մեթոդներով, նրա մեղադրանքի վերաբերյալ որպես քաղաքացի որպես քաղաքացի, որպես ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձնավորություն, ես գտնում եմ, որ մարդու իրավունքների խախտումը ոչ ոք չպետք է անտեսի եւ չեմ ուզում որևէ նորից կրկնել քաղաքական գործընթացներին ես ինքս երբևիցե մասնակից չեմ եղել, ոչ մի կուսակցության ներկայացուցիչ չեմ, խնդրում եմ այդ հարցը ես խորությամբ չեմ կարող պատասխանել եւ չեմ էլ ուզում պատասխանել, ես միայն նշում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք պետք է մարդու իրավունքները չոտնահարի։ Դուք կներկայանաք, մարզիչ եք։ Լավ ասած։ Կներկայանաք։ Մուլտիվերնեսի մարզիչ եմ, բռնցքամարտի բաժնի ղեկավարն եմ։ Մենք ստեղ չենք հավաքվել խնդրանքով, մենք ստեղ հավաքվել ենք հարգելի լրագրողներ ջան պահանջով։ Շուրջ 150 աշխատակիցներ այս պահին անգործ են մնացել։ Ամեն մեկս ունենք տուն, անչափահաս երեխաներ, վարկեր եւ այլն։ Հիմա մենք ստեղ էմոցիոնալ հավաք չի։ Կորցրել ենք մեր աշխատանքը, ինչ անենք լրագրողներ ջան։ Ոչ մի նորություն չկա, անորոշը շատ հանգիստ չի։ Մենք արդեն 6 օր շարունակ աշխատանք չունենք։ Մենք լավ հասկանում ենք, որ վերքը տիրոջն է ցավ տալիս, բայց արդեն 150 աշխատակից գործ չունի ժողովուրդ ջան։ 150 աշխատակից։ Մեր պահանջը հետեւյալն է. տվեք մեր աշխատանքը, տվեք աշխատանքի հնարավորություն մենք աշխատենք։ Մնացած ներքին այն մարմիններից ովքեր պատասխանատու են այս մասով։ Ովքեր պատասխանատու են։ Մենք այդ պահանջով ենք եկել 10 տարի անձամբ ես կյանքը, ռեսուրսները, ժամանակը ներդրել ենք այս ամեն ինչի մեջ, որ մի օր արթնանանք ու լրիվ փակ է։ Չի լինում այդեն ժողովուրդ։ Մենք հիմա հանգիստ խոսում են հաճախորդները եւ այլն, բայց մենք պահանջ ունենք։ Բացեք, մենք աշխատենք, մնացած ձեր հարցերը դուք լուծեք։ Այսքան երեխա, հաճախորդ, ծնողներ, աշխատակիցներ ինչի համար են հավաքվել։ Հավաքվել են այդ պահանջով։ Ու մենք այդ պահանջի կողքին ենք լինելու միջև բացվի մեր ակումբը։ Առանց մեզ նախապես տեղեկացնելու առավոտյան փակել են։ Մենք չգիտենք հիմա ուրիշ տեղ գնանք աշխատենք, չգիտենք մնանք ստեղ, հաճախորդներին ինչ պատասխանենք, մեր ընտանիքը ոնց պահենք։
Ամեն մեկը իր կարծիքն ունի այստեղ, չէ, բայց փաստը նրանում է, որ աշխատանք չունենք, ժողովուրդ։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, աշխատանք չունենք։ Մնացած արդեն հարցերը, թե հաճախորդը, թե այս կողմ, այն կողմ, չունենք աշխատանք, չենք կարա մեր ընտանիքը պահենք, չունենք աշխատանք, չենք կարա մեր վարկերը փակենք, կոմունալների հարցերը։ Իսկ ինչը վերաբերում է մեր սեփականատիրոջ մասով, ես ուսանող եմ եղել, Քարորիա ապրիլյան Քարորիա պատերազմի մասնակից եմ եւ մուլտիվելնեսի աշխատակից եմ։ Այդ 3 փուլերով ես որ անցել եմ, միշտ սեփականատերը մեր կողքին ա եղել։ Միշտ, թե որպես Քարորիայի մասնակից, թե որպես ուսանող, թե որպես աշխատակից։ Մնացած հարցերը, այն ինչ որ կա, իրանք ներքին կարգով թող լուծեն, մեզ ինչ են, մեզ խեն կպնում։ Ուզում եմ դա հասկանամ։ Ունեցող ընդհանուր առմամբ իրավական թե քաղաքական գործընթաց է։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ իրավական թե քաղաքականը, փաստը մնում է նա, որ մենք աշխատանք չունենք այս պահին։ Մենք եկեք այդ դրա վրա կենտրոնանանք։ Չունենք, արդեն 6-րդ օրն է։ 6-րդ օրն է, չունենք աշխատանք։ Մենք ուշ միացանք, քանի աշխատանք։ Արդեն 150 աշխատակից չունեն աշխատանք, ժողովուրդ։ Ամեն մեկն էլ ունի իր ընտանիքը, իր երեխեքը, իր վարկերը։ Մենք դրա վրա պիտի կենտրոնանանք։ Լուծեք մեր հարցը, բացեք ակումբը, աշխատենք, ժողովուրդ։ Ինչ հիմնավորում են։ Ոչ մի հիմնավորում։ Երկու շաբթի առավոտյան եկել ենք աշխատանքի, արդեն փակ չեն, թույլ տվել մտնենք ներս ու անորոշ վիճակ, չգիտենք ինչ անենք։ Հաճախորդների հետ կապված նաև, այսպես հաճախորդները։ Դե հաճախորդները հիմա ելույթ ունենում են, բայց ոչ մեկը անորոշ վիճակ է։ Հիմա նորից եմ ասում, մենք եկել ենք ոչ թե խնդրանքով, ժողովուրդ ջան, մենք եկել ենք պահանջով։ Մենք չենք եկել բողոքի ակցիա անելու, մենք եկել ենք կոնկրետ պահանջով։ Բացեք մեր ակումբը, մենք աշխատում ենք։ Ամեն մեկս մեր ընտանիքն ունենք։ Հələ ամեն մեկը ձեր վրա վերցրեք, ժողովուրդ։ Սիրելի լրագրողներ ջան, ամեն մեկը ձեր վրա վերցրեք։ 10 տարի ներդրում ես, կյանք ես դնում, ժամանակ ես դնում, առավոտ գալիս ես, ասում եմ փակա, անորոշ վիճակ, չգիտեք ինչ անեք։ Դուք մեր տեղը լինեք, ինչ կանեք։ Մենք էլ չգիտենք ոնց դիմենք, էսա միջոցը մնացել, որ ձեր միջոցով փոխանցենք ժողովրդին։ Ոչ մի նորություն, անորոշ վիճակ։ Քննչական գործողություններ ներսում կատարվում, այսինքն իրավապահները որևէ գործողություններ։ Այդ մասով ինֆորմացիա չեմ ես տիրապետում։ Ես որպես մարզիչ բռնցքամարտի բաժնի ղեկավար նորից պահանջում եմ, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացածներ, այո, ապրիլյան Քարորիա պատերազմի մասնակից եմ։ Ու կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում ենք, բացեք մեր ակումբը, մենք աշխատենք։ Մնացած ձեր ներքին հարցերը դուք լուծեք։ Ինչ անենք, մենք էլ դուրս գանք Խանջանը փակենք, Սայեթնովան փակենք, Ռայսյան փակենք, չգիտեմ, փողոցներ փակելով այդ պայքարը պահանջը մեր իրականացնենք։ Հիմա նորից եմ ասում, մենք էմոցիոնալ սա բան չի, խնդիր չի, էմոցիոնալ խնդիր չի ստեղ։ Մենք պահանջ ունենք, զրկվել ենք աշխատանքից։ Ամեն մեկս ընտանիք ունի, երեխա ունի, բոլորը ստեղից։ Ով այդ մեր պատասխանը տալու։ Լուծեք մեր հարցը, մեր աշխատանքին գնանք, մնացածը դուք ինչ ուզում եք արեք։ Այսքանը։ Գնա մի բան էլ ասա, մեր փոքրիկ հաճախ։ Բայց երեխուն պետք չի էլի անշապած երեխուն փոքրիկ։ Դուք աշխատակից եք, թե վարսրող։ Ես աշխատակից չեմ, բայց հաճախորդ եմ, ես այսօր 4 տարի է այստեղ հաճախում եմ, իմ դան նման, այստեղ իմ սրբությունն է, այստեղ բոլորս մարզվում ենք, բոլորս իրար ոչ թե հարևան, արդեն մի ընտանիք ենք դարձել, մեր դունը փակում եք, դուք մեր շունչը փակում եք, չեք թողում մենք մարզվենք։ Ինչու համար ես այսօր 6 օր չեմ մարզվում, 4 կիլո ավելացել է իմ ստամոքսը, պրոբլեմ ունի, ես ուզում եմ բուժվել։ Ինձ բժիշկը նշանակել է մարզա սրահներում, մարզա մի խոսքով մարզա։ Միայն այստեղ եք հաճախում։ Ինչպես։ Միայն այստեղ եք հաճախում։ Ես սեբանել եմ լոանում, բայց էսի մեր առօրյա ամեն օրյա խաչը որ հանում ես, ամեն օր մենք ըստե պիտի ներկա լինենք։ Սա իմ դունն է, ես նորից եմ գրգնում, իմ հայ ժողովուրդ, մեր աշխատակիցները, մեր եղբայրներն են, բոլոր մեր բարեկամներն են, իմ հայ ժողովուրդը իմ սրտի մեջ է, չի գալի, եթե մեկը պրոբլեմ ունի, դուք ձեր հարցը իրար մեջ լուծեցեք, այս ժողովուրդը, այս մարզիչները, այս բոլորը դուն են բահում, երեխա են բահում, ես բոլորին հատիկ ճանաչում եմ, ես էլ նույնպես 44 օրյա մասնակից եմ պատերազմի, ինձ բուժում են նշանակել, ես գանդուձիա եմ դարել, ժողովուրդ ջան, չի գալի, ես ձեր կյանքի մերն եմ, հենց որ մի պատերազմ լինի, նորից եմ գնալու պատերազմելու։ Ես Արմեն Ջորջն եմ ու սիրում եմ, ես Լիբանան։ Վերականգնողական եք այստեղ տալիս մարզումների։
Ես գալիս եմ Պրիշտինա ինձ նշանակել, ես լավ եմ զգում ես գեք ոնց եք հայլում, վիրավոր բան, այսօր այս համալիրը, այս մերդունը, այս սպորտադունը ինձի ջահելացրեց։ Ես 62 տարեկան եմ, ես ինձի 35 տարեկան եմ զգում, իմ հայ ժողովուրդ։ Շատ լավ, հիմա դուք ինչ եք ասում, ինչպեսի կարծիք ունեք, սա արվում է տրամաբանության մեջ, որ Փաշինյանը ցանկանում էր ընդդիմադիր լիդերների, նաև Ծառուկյանին ունես զրկել է տրամաբանության մեջ է, իրավական տրամաբանության մեջ է, դուք ինչ կարծիք ունեք, մարզասրահ, հա, մենք չենք քաղաքականացնում, մենք սպորտ ենք ուզում, ես չեմ ուզում ղեկավարները այս կորձի մեջ մտնեն, սա մեր դունն է, նորից եմ գրգնում, մեր սպորտադունն է, եկեղեցի նման պիտի քաս աղոթես, ոնց որ եկեղեցի փակեք։ Սա մեր սուրբությունն է, մեր մարզա համալիրն է։ Բոլորը մեր աշխարհագազմը, մեր բոլոր հայ ժողովուրդը, բոլորս իրար ճանաչում ենք։ Ցավը տանը մոդիկ են գաբրում, գալիս ենք, արդեն ստերիսի մեջ ենք ամբողջ աշխարհը բայրազմի դակ է, Լիբանան մեր դուները քանդվում է, մեր բարեկամները մահանում են, Սիրիան նույնը, ամբողջ աշխարհը գրի մեր մի քիչ քանդ ստեղ լողանանք, իրար ճանաչենք, ճանաչենք, ինչ կլա որ հեծանիվ քշենք, ամոթ չէ։ Իրավաբանը ինչ կապ ունի մարզա համալիրի մեջ, իրավաբանը կամ կառավարությունը։ Ես ցավը դանեմ, ես ցանկի մերնեմ, մեդի գապչունի դրա հետ։ Բիդի Պրիշկը դեսեքեզի սպորտիա նշանակե, բիդի սպորտիկա միան ես չեմ, բոլորը պրոբլեմներ ունեն, Պրիշկները ասել են, բիդի քատ մարզվեք, ու մեր դունը մոդ է, երտամ Սևան լողանամ։ Խնդրեմ բարի եկաք։ Ես տնօրեն։ Ես Արման եմ Փիրոյան, հանդիսանում եմ Multiwellness-ի գլխավոր տնօրեն։ Այս հարցը շատ գնալով շատ է բարդանում, խնդիրները շատանում են։ Այս պայդրությամբ բոլոր ամեն ինչը միացած, ներսում մնացած, փակել են, պլոմբել են, աշխատակիցներին հանել են, աշխատակիցները մնացել են անգործ։ Բոլորս միասին անորոշ վիճակի մեջ ենք։ Շահաշված, որ ներսում այս պայդրությամբ շատ վտանգավոր վիճակ է։ Բասայինները միացված, ջեռուցումները միացված, բասայինների քլորականները աշխատում են, դա խնդիր է։ Չգիտեմ Արարատցեմենտում ինչ խնդիր է, բայց այստեղ էլ մեր չափով խնդիր է, որը որ այս պայդրությամբ մեծ վնաս է կրում ակումբը։ Բացվելուց հետո էլ այդ վնասները չենք հասկանալու ոնց ենք մենք կարողանալու տակից դուրս գալ։ Այո, ես դիմել եմ, միջնորդություն եմ ներկայացրել քննչականին եւ սպասում եմ իրենց պատասխանին, մինչև օրս պատասխան չեմ ստացել։ Դա հրատապ լուծում է, չի՞ ենթադրվում։ Այո, հրատապ լուծում է։ Ոչ մի գործողություն, այս պայդրությամբ ուղղակի կապարակնքված են բոլոր մուտքերը, ուրիշ ոչ մի ոչ, որովհետև ներկայացնեմ, որ մեր մոտ համալիր ստուգումը սկսվել էր, ամեն ինչ նորմալ գնում էր, համալիր ստուգման ժամանակ աշխատակիցները մոտ 2 ամիս արդեն աշխատակիցները մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են, ներկայացվել է իրանց, ոչ մի խոչընդոտ չկա, ոչ մի խնդիր չկա։ Այսինքն դեռ քարոզարշավից սկսած է։ Այո, բայց խոզարկության հետևանքով ոչ մի բան չկա գտնելու այստեղից մեզ տարվել է այն, ինչը որ կարող են խոչընդոտ հանդիսանալ ակումբի աշխատելուն։ Համակարգիչներն են տարել, սերվերներն են տարել։ Անձնական հեռախոսներ տարվել են, իմ հեռախոսը տարվել է, այո։ Ձեր տունն էլ է ինչ է։ Այո, մեր տանն են խոզարկություն արել։ Ինչ կասկածանքով են մտել այստեղ, ինչ են ասել ձեզ, երբ որ մտել էին այդ։ Կասկածանք չէ, ուղղակի դատարանի որոշումով մտել են խոզարկություն։ Ներողություն, քրեական վարույթը խոշոր հարկերի թաքցնել, չէ՞, այդպես է հայտարարել ՊԵԿ-ը։ Հիմա այդ մասով դուք ինչ ասելիք ունեք, սա որքան ՊԵԿ-ը որ հայտարարություն է տարածել, չգիտեմ, բայց абսուրդ է ուղղակի 2 օր անց համակարգիչները տանելուց 2 օր անց հայտարարություն է լինում համացանցում, որ արդեն իրանք որոշել են, որ խոշոր հարկեր ենք թաքցրել։ Տենց բան ուղղակի չի լինում։ Չի երկարա, որովհետև ոչ մի մեր ոչ սերվեր, ոչ համակարգիչներ դեռ չեն հասցրած լինի ստուգել, բայց հայտարարությունը արդեն գնացել է։
Ժամկետներ չեն նշել երբ է բացվելու մոտավորապես։ Իհարկե ոչ, բայց այսքան աշխատակից դուրս մնալ, ուղղակի չգիտեմ, սա աբսուրդ է, ուղղակի չգիտեմ գնալով ինչա լինելու։ Ձեր գործողությունները հետագա ինչպիսին են լինելու, եթե չբացվի կենտրոնը։ Դե ես արդեն չեմ կարող ասել, այսքան աշխատակից կա, չգիտեմ, ոչ մեկին չես կարող դու այս պահին զսպես մարդկանց, թե ինչ գործողություն, ինչ ձև կզարգանա վիճակը, դա արդեն չեմ կարող ասեմ, հետագան ցույց կտա։ Քանի աշխատող է Արկադի Պարապուրտը։ 150 աշխատող, 150 աշխատող։ Մոտ 4000 հաճախորդ։ Մի ուրիշ հարց է, օրինակ առանց ցեմենտի ակցիային արձագանքելով Փաշինյանն ասել է, որ հետագայում երբ արդեն պետականացնեն այն աշխատակիցները, ովքեր պատվերով ակցիա են արել, կհեռացվեն աշխատանքից։ Հիմա կարող են նաև Այստեղ նման գործընթաց չի կարող գնալ, բայց այնուամենայնիվ հիմա կարող են պիտակավորել եւ ասել, որ մարդիկ այստեղ եկել են ինչ-որ մեկի գիտեք ինչ, հասկանալի է, բայց ինչքան էլ պիտակավորեն, ինչքան էլ պիտակավորեն, բոլորը այստեղ աշխատող են։ Ինձ ամեն օր ինչ-որ միջոցով, ճիշտ է, ես իմ հեռախոսը չունեմ, որ այս պահին թե չէ բոլորը ինձ կզանգարեին, այս պայդությամբ ինչ-որ տարբեր տեղերով մարդիկ ինձանից պահանջում են, հասկանան, իրանք են որոշել, իմացել են, որ լրագրողներ են գալու, որոշել են, որ գան այսօր լրագրողների միջոցով իրանց խոսքը ասել։ Մենք ամեն օր այստեղ ենք։ Ոչ, գալիս են աշխատողները այստեղ, մնում են, նորից երեկոյան գնում են։ Բոլորս նենց չի, որ ինչ-որ մեկը կազմակերպել է, որ գան։ Ով է տեսել կազմակերպի, որ ամեն մեկը Չէ, դրսում բակում, իհարկե։ Ձեր աշխատասենյակները կա պարապում։ Մուտքերը ինչի մասին է խոսքը։ Ներսի նկատում ներսի սենյակները։ Ոչ, ուղղակի մուտքերը։ Իսկ հաջորդիվ ձեր քայլերը որոնք են լինելու, եթե այսպիսի հանրային ինքնաբուխ արդյունք չտան։ Ինչ ասեմ, հետագան ցույց կտա, հիմա ես չեմ կարող ինչ-որ բան ասեմ, որովհետև այս պայդրությամբ իրանք քննություն են տանում, ես ուղղակի խնդրում եմ, պահանջում եմ, որ մեզ թույլ տան, այս պայդրությամբ, երբ որ իրանք տարել են համակարգիչներ, սերվերներ, թող պատճենա հանեն, մենք չենք խոչընդոտում իրանց ոչ մի աշխատանքին, թույլ տան մեզ աշխատենք, տեղից մենք հիմա վնաս ենք կրում, համ այսքան հաճախորդներին կարողանանք սպասարկել, համ այսքան աշխատողներին կարողանանք մենք բավականին մեծ, մեր ծախսերը բավականին մեծ, կոմունալ վճարներ, հեսա մի երկու օրից արդեն ավտոմատ լույսերը կանջատվի, գազը կանջատվի, մոտավորապես 100 միլիոնից շատ ամսական։ Դուք ասացիք, որ դիմել եք քննչական, բայց պատասխան չեք ստացել, երբ եք դիմել կոնկրետ 6 օր առաջ, փակվելուց հետո։ Մոտավորապես արդեն 5-րդ օրն է։ Ես ներողություն եմ խնդրում, ասացիք, այս բան որևէ քննչական գործողություն չի կատարվի։ Այդ դեպքում հնարավոր չէ դիմել, որպեսզի միջանկյան լուծում, կիրառվի, այսինքն շարունակեք աշխատել։ Դիմել ենք։ Ես այդ եմ ասում, մի քիչ առաջ ասեցի, դիմել ենք, սպասում ենք, որ լուծում տան իրանք։ Մենք չենք խանգարում իրանց քննությանը։ Եթե քննիչը գա, այստեղ որևէ գործողություն անի, աշխատել։ Այստեղ գործողություն չկա անելու, իրանք ինչ ունեն տարել են, ինչ անելու են, ինչ ստուգելու են իրանց մոտ է։ Մենք խնդրել ենք այդ համակարգիչները, սերվերները, թեկուզ պատճենա անեն, հնարավորություն ունեն իրենք։ Տան մենք աշխատենք, մենք իրենց քննությանը չենք խանգարում, էլ ոչ մի բանի չենք խոչընդոտում, ուղղակի մենք կարողանանք այսքան աշխատող չմնա դուրս եւ այսքան հաճախորդ կարողանանք սպասարկել։ Դուք ինչպես եք ընկալում, սա հարված է հենց ուղիղ պարոն Ծառուկյանին, այդպես եք դուք ընկալում այս կապարակնիկելը դուրս թողել աշխատակիցը։ Ես մի բան եմ հասկանում, որ այս ամեն ինչը քաղաքական ինչ-որ տեքստ ունի, երբ որ սեփականատիրոջը տեսանք ինձ ձև որոշում կայացրեցին այս պայդրությամբ, ես դա ապօրինի եմ համարում եւ որոշեցին ինչքան հնարավոր բիզնեսներ կան, բիզնեսներում էլ խոչընդոտներ ստեղծեն, որ ամեն ինչը սենց ինչ-որ համահունչ լինի։ Պարոն Ծառուկյանը այսպիսի գործընթացների միջով մի քանի անգամ տարբեր իշխանությունների ժամանակահատվածում անցել է, բայց ստացվում է, որ նրան հավասար կամ նրանից առավել նաև դժում են այսպես հասարակ աշխատակիցները։ Միանշանակ։ Այս մասով նաև ինչ կհորդորեք, թե իրավապահ մարմիններին եւ Ես հորդորում եմ բոլոր իրավապահներին, բոլոր այդ մարմիններին, ով որ այս գործի մեջ, չգիտեմ,
զբաղված են, ով որ որոշումներ են կայացնում, չխառնել քաղաքականության հետ բիզնեսները։ Եթե կան խնդիր, իրենք կարող են իրանց խնդիրները իրանց ձևով որոշեն, հասկանան։ Բայց բիզնեսների հետ կապված պետք չէ աշխատողն այսքան աշխատող, այսքան խնդիրներ ստեղծել։ Ինչքան հնարավոր է խնդիր, այդքան ստեղծվել է, արդեն ստեղծվել է։ Վարչապետը երբ որ առաջ ասեց պետք է այնպես անենք, որ աշխատողների իրավունքները չխախտվի հնարավորինս։ Հիմա խախտված չէ այս։ Այս պահի դրությամբ այո, խախտված է։ Ինչ են անում։ Այսօր նմանապես ես էլ եմ աշխատող, ամեն մեկն էլ իր ընտանիքում ունի իր ներքին խոհանոց իր խնդիրները, այսօր բոլորը հարկեր, չգիտեմ, ամեն ինչ ունեն։ Երեխեք ունեն տունը, չգիտեմ, պահելու գացի խնդիր ունեն այսօր։ Չի կարելի այսքան մարդու ուղակի թողել հենց տենց որոշումով ուղակի ներեգություն ասել ու փակել գնալ։ Այսքան արցախցի, որ վարձով են գնալ։ Հա, դուք արցախցի եք։ Այո։ Խոսեք։ Ու աշխատավարձ Ես 3 տարի աշխատում եմ, Արցախից ենք եկել։ Որպես ինչ եք աշխատում։ Հիմա մենք ճիշտ ասած, պարոն Ծառուկյանը շատ է մեզ օգնել։ Հանգիստ խոսքներ։ Շատ է մեզ օգնել, շատ։ Որ մենք առաջ անգամ եկել ենք, գնացել ենք Աբովյան, ինքը Լիաննայի հետ, Սաղի հետ եկել են, ինքը մեզ աշխատանք տվել, տեղատվել, օգնություն։ Ճիշտ ասած, հիմա մենք տուն ենք վերցրել հիպոթեկով, հիմա աշխատանք փակել են, ոչ մի ձևի, օրինակ պետությունից ես այն 4 միլիոնը որ պիտի տային չի տալիս, ասма չեմ տալիս։ Ասма տուն ես վերցրել, ուրեմն կկարաս փակես, բայց ես տուն վերցրել եմ հիպոթեկով, ասել եմ հիպոթեկ եք վերցրել։ Վարկուն եմ հիպոթեկ, հիմա ես էլ փակել եմ։ Հիմա ոնց պիտի տանք։ Տեսնում են եկամուտ ունեն եւ դες այդ 4 միլիոնը չեն տալիս։ Ինչ եկամուտ մենակ ես եմ։ Մենակ ես եմ 140,000 աշխատավարձ եմ ստանում, դրանով ես էլ տալիս եմ 190,000 հիպոթեկ, մենակ հիպոթեկը։ Աղջիկս է մեկ օգնում, բայց իրանն էլ ընտանիք ունի, ինքն էլ է աշխատում, որը պիտի իրան էլ տուն ունենա, 2 անջափահաս երեխա ունեն, ինքն էլ անջախ իր օգնում է այնքան որ տենանք ինչ է դառնում։ Շատ ենք մենք բողոքել, թե վարչապետին, թե նախարարին, սաղ մեր դիմումները ատկազ տվել են, ասма չի ասնում, ասма հենա մարդկա, հա, մարդկա օրինակ 18 թվին ստեղ հիպոթեկով տուն է վերցրել, իրանցը փոխանցել են, ես 25 թվին հուլիսին վերցրել եմ, ասма քեզ չի ասում, այդ 4 միլիոնը, ասма ինչ որ մինչև հուլիսի 1-ը որ տվել են, մինչև հուլիսի 1-ը պիտի վերցրած ես հուլիսի 7-ին եմ վերցրել հիպոթեկով տուն, ասма չենք տալիս։ Եթե խնդիրը լուծում չստանա, ձեր աշխատավայրը չվերաբացվի, ինչ եք անելու։ Ես էլ չգիտեմ, դրա համար էլ ուզում ենք որ աշխատանքը բացի թեկուզ քիչ, բայց դե մեկ է աշխատում ենք տալիս։ Սաղ արցախցիներ են ստեղ աշխատում, սաղն էլ ախր իրանց վարկեր ունեն, վարկեր ասաղ, ամեն ինչ։ Ճիշտ ասած, որ եկել եմ, չէ, պարոն Ծառուկյանը, Լիաննան, իրանք են մեզ օգնել վերել ստեղ աշխատել, չէ, մենք Աբովյանից են գալիս, օրինակ պարոն Բաբայանն, այնտեղ մենք սպորտ դպրոցում էինք, մնում միջև, այնքան տնից տուն ենք տեղափոխվել, ասма դու մենակ ես, քեզ ոչ մի բան չի ասում, ոչ մի օգնությունից չենք մենք, մենակ մարդը հաշ չի ուտում, ոչ մի դեպի մեզ բան չեն տվել, էլի Հա, մենակ պարոն Ծառուկյան շատ, ես ցավում եմ պրոստ, որ լսել եմ պարոն Ծառուկյան, որ շատ եմ ցավում, ճիշտ ասած։ Գորգ ջան, նայեք, ես տեխնիկական մասի պատասխանատու եմ։